Պատահում է, չէ, որ մի կերակուր եք պատրաստում, այնքան համեղ է լինում, ուզում եք չափերը գրամ առ գրամ գրի առնեք, որ հանկարծ չկորցնեք այդ համը։ Վերջերս հենց նույն կերպ պատրաստեցի անմահական տավարի կոտլետներ։ Եկեք պատմեմ, թե ոնց։ Ուրեմն գիշերվա հազարներ, սիրտս քյաբաբ էր ուզում։ Այն կարգի, որ իսկապես ամուսինս գնաց գնելու։ Բայց երբ տուն վերադարձավ, ես շատ տխրեցի, քանի որ քյաբաբի փոխարեն բերել էր տավարի աղացած միս։ Դե իսկ ես էլ չէի համբերում ու պատրաստի քյաբաբի սպասելիքներ ունեի։ Բայց որ հանկարծ քյաբաբ բերեր ու ինձ դուր չգար, ավելի վատ էր լինելու, այնպես որ երևի ամուսինս մի բան գիտեր։ Մի խոսքով, անհամբերությամբ ես անցա գործի, պատրաստեցի այնքան համեղ կոտլետներ, որ 1000 հատ քյաբաբ արժեր։ Ու նույն պահին գրամ առ գրամ գրի առա, որ ձեզ հետ կիսվեմ բաղադրատոմսով։ Բայց նաև պետք է նշեմ, որ այնիշ տեսնում եք, սա երկրորդ անգամն էր, որ պատրաստեցի հատուկ տեսանյութ ունենալու համար։ Իսկ առաջինն առավել համեղ էր, քանի որ ավելի համեղ մսով էր պատրաստված։ Այո, բաղադրիչները մեծ դեր ունեն, ինչպես թխվածքների պարագայում։ Դե ինչ, շնորհակալ եմ դիտելու համար։ Միացեք իմեջին, պահպանեք հոլովակը, իսկ մեկնաբանության բաժնում կիսվեք ձեր պատրաստման եղանակով։ Ես անպայման բոլորը կկարդամ։